Ողջույն, հայ մայրիկներ, հայրիկներ, տատիկ պապիկներ և երեխաների խնամքով զբաղվող այլ մարդիկ։ Այսօր ուզում եմ խոսել մի հետաքրքիր ու ինձ համար անհասկանալի պատճառներով խնդրահարույց թեմայի մասին՝ երեխաների ուտելը։ Ինչու եմ ես զարմանում, որ այս հարցը խնդիրներ է առաջացնում ծնողների համար։ Զարմանում եմ, որովհետև ես միշտ պնդում եմ, որ ուտելը ցանկացած արարածի, այդ թվում մարդու համար առաջին բնազդն է։ Դա ամենաբնական, ամենաառաջնային պահանջն է, որ միշտ կա առողջ մարդու մոտ։ Ու իմ խորին համոզմամբ, եթե որևէ մեկը, մասնավորապես երեխան, խնդիր ունի ուտելու հետ, ապա դա արհեստացին խնդիր է ստեղծված առավելապես շրջապատող մարդկանց կողմից։ Մինչդեռ իմ անձնական դիտարկումներով երեխաներին չափազանց տաք հագցնելու հետ մեկտեղ երեխաներին չարչարելու, նրանց անառողջ սովորություններ ներարկելու ձևերից է ստիպողաբար ուտացնելը։ Իզուր չեմ օգտագործում չարչարել, տանջել բառերը, քանի որ լսել ու ցավոք տեսել եմ, թե ծնողները ինչեր են անում երեխային ստիպողաբար ուտացնելու համար։ Էլ քիթը բռնել, էլ տատիկ պապիկի միջոցով ձեռքերը պահել։ Լացելու բան ա, լուրջ եմ ասում։ Դե ինչպես միշտ ցանկացա խոսել ինձ ուզող թեմայի մասին և լսել այլ ծնողների կարծիքները։ Նախքան այս մասին ավելի հանգամանալից խոսելը, ասեմ, որ այս տեսանյութում չեմ խոսելու կրծքով կերակրվող երեխաներին հավելյալ սնունդ տալու մասին։ Պատճառն այն է, որ այդ մասին գրագետ ու բովանդակալից նյութերը բազմաթիվ են, այդ թվում հայերեն լեզվով։ Իհարկե, դեռևս կան մարդիկ, որ չգիտես ինչու շտապում են փոքրիկներին հավելյալ տալ, այն էլ սկսում են զարմանալի մթերքից։ Ամեն դեպքում ակնհայտ է, որ ծնողները քիչ-քիչ ընդունում են մինչև 6 ամսականը միայն կրծքի կաթ կամ կաթնախառնուրդ տալու սկզբունքը և չեն շտապում երեխաների մարսողական համակարգը ծանրաբեռնել անհարկի հավելյալ ուտելիքով։ Հուսամ, որ հակառակ կերպ վարվողները իրական գրագետ կամ բժշկական սոցիալական ցուցումներ ունեն դրա համար։ Իսկ եթե պատճառն ուղղակի տատիկն է, ապա հուսամ, որ տատիկներն էլ կամաց կզբաղվեն ինքնակրթությամբ զերծ մնալով, մենք որ այդպես ենք արել, ուրեմն ճիշտը դա է սկզբունքից։ Ինչևից է, ենթադրենք, թե երեխայի հավելյալը ներմուծվել է ճիշտ ժամանակին և ճիշտ ուտելիքով։ Արդյոք կարող են առաջանալ խնդիրներ նրա ախորժակի հետ կապված։ Թույլ տվեք պատմել անձնական օրինակով։ Դեռևս մինչև մեր առաջին երեխայի ծնվելը շատերը ինձ ահասարսուր պատմություններ էին պատմում այն մասին, թե ինչեր էին սպասում, եթե երեխաս չուտող լինի։ Ասում էին, որ նրան ուտացնելու համար պետք է կրկեսային համարներ ցույց տամ, պատժեմ, ընդհուպ ուտելիքը լցնեմ գլխին։ Ես ոչինչ չէի ասում, քանի որ նման փորձ չունեի, բայց ինքս ինձ միշտ մտածում էի, որ դա նորմալ չէ, ախր ինչպես երեխան կարող է չուտել։ Չէ՞ որ երեխան այն մարդ է, որը մշտապես շարժման մեջ է, հետաքրքրությամբ լցված ամեն ինչի հանդեպ։ Ինչու պիտի նա հրաժարվի ուտելուց։ Եվ զարմանալի է, թե ոչ, չգիտեմ, բայց աղջիկս ոչ միայն չուտող չէ, այլև ուղղակի շատակեր է։ Քանի որ հավելյալը սկսելու պահից որդեգրել ենք չես ուզում մի կեր սկզբունքը։ Իհարկե, դա այդպես հեշտ չի անցել, ինձ համարել են թե անսիրտ, թե ալարկոտ, որ ամեն ջանք չեմ գործադրել երեխային ուտացնելու համար։ Իրականում մշտապես խորապես համոզված եմ եղել, հնարավոր չի, որ մարդը սոված լինի ու չուտի։ Հնարավոր է, որ ինչ-որ բան դուրը չգա, դա նորմալ է ու միշտ էլ կարելի է առաջարկել այլընտրանքային ուտելիք, նաև երրորդ տարբերակը, բայց եթե երեխան դա էլ չի ուզում, ուրեմն չի ուզում, վերջ։ Երբ ես այս տրամաբանությամբ խոսում եմ ստիպողաբար ուտացնող մամա-տատիկների հետ, ինձ ասում են, բա որ ամբողջ օրը չուտի, սիրտդ կտանի։ Հա, կտանի, պատահել է, որ հիվանդ ժամանակ երեխաս 2 օր բացարձակապես ոչինչ չի կերել։ Բացի առաջարկելուց ուրիշ ոչինչ չեմ արել, հենց ախորժակը բացվել է, ինքն է ուտելիք ուզել։ Ինչ վերաբերում է այսպես ասած կապրիզանող երեխաներին, ապա այդ կապրիզն օդից չի ընկնում։ Ես ուղղակի վստահ եմ, որ եթե մարդուն վաղ մանկությունից ուտելիքը, ուտելու պրոցեսը ներկայացնես որպես պարտականություն, որպես մի բան, որի համար պիտի պարգևատրում ստանա, ապա նրա մոտ կձևավորվի զզվանք թե ուտելիքի, թե ուտելիք տվողի հանդեպ։ Ու այդ կապրիզն էլ կանցնի, ինչպես տատիկս էր ասում, կկաղկուտի։ Որպես վառ օրինակ մի պատմություն պատմեմ։
Խոսքը մի հանրահայտ չուտող երեխայի մասին է։ Իհարկե, այդ չուտող երեխան հիմա արդեն հասուն անձնավորություն է։ Ըստ պատմության, ինչպես նրա մասին ներկայացնում են, նա դպրոցական տարիքում գնացել է մանկական ճամբար, որտեղից վերադարձել է գայլի ախորժակով ու մինչև հիմա էլ կա այդ լավ ախորժակը։ Ընդ որում, այդ պատմությունը պատմվում է այնպես, որ ախր անհավատալի, ինչպես կարող է նման բան պատահել։ Իմ կարծիքով դա շատ պարզ է, երեխայի հետևից ոչ միայն չեն ընկել, որ նա ուտի, այլև ուտելիքը բավարար չի եղել, այլն էլ ամառային ճամբարի սպորտային կենցաղի պայմաններում։ Ներկայումս այդ չուտող երեխան հավեսով տեղին ուտող մարդ է։ Եվ կարծում եմ, որ հենց դա է նրա իրական սովորությունը, այլ ոչ թե արհեստականորեն ձևավորված չուտելու սովորույթը։ Իմիջիայլոց կցանկանայի մեջ բերել եւս մի կարծիք, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ մանկությունից մարդու մեջ ուտելու գերկարևորությունը ներմուծելը։ Այդպիսի ընտանեկան սովորություն ունեցող մի երիտասարդ կին խոստովանեց, որ նա չի կարողանում արդեն հասուն տարիքում անտարբեր կամ զուսպ լինել ուտելիքի հարցում, քանի որ երեխա ժամանակ միշտ լսել է, որ ուտելը չափազանց կարևոր է, եթե մի ուտել բաց թողնես, շատ վատ կլինի եւ այլն։ Շարունակելով այս միտքը, ասեմ, որ իմ կարծիքով ուտելու կուլտուրան հետագա կյանքում բազմաթիվ հարցերի է հանգեցնում, դրական կամ բացասական։ Օրինակ, գաղտնիք չէ, որ մեր մանկության ժամանակ ուտելիքի թե քանակի, թե տեսականու պակաս կար։ Եվ օրինակ երշիկեղենը ճոխություն էր, եթե տանը երշիկ, նրբերշիկ էր հայտնվում, որպես ճոխություն տրվում էր երեխաներին։ Մինչդեռ այսօր ճիշտ հակառակն է։ Բոլորս էլ կարող ենք անհամար քանակությամբ երշիկեղեն գնել, բայց եթե գնում ենք, ապա խուսափում ենք տալ երեխաներին, գիտակցելով, որ դա մեղմ ասած առողջ սնունդ չէ։ Չնայած պետք է խոստովանել, որ մեր մամաների, այսինքն երեխաների տատիկների մոտ հաճախ արմատացած է ցուրտ ու մութ տարիների սովորությունը։ Իրականում թե երեխաներին անհարկի ուտացնելու, թե ինձ համար ցավալի չափազանց տաք հագցնելու սովորությունները գալիս են սերնդեսերունդ վերապրած զրկանքներից։ Իսկ յուրաքանչյուր ծնող ուզում է, որ իր երեխան չտեսնի այն վատը, որ ինքն է տեսել։ Դա արդեն դառնում է գենետիկ հիշողություն ու գնաց։ Պարզապես ժամանակն է գիտակցելու, որ մենք էլ երբեք ոչ սրտից կմեռնենք, ոչ սովից։ Ժամանակն է adekvat որոշումներ կայացնելու, որ հետո չզարմանանք, թե ինչու են երեխաները մրսկան կամ ալերգիկ։ Հետաքրքիր է ոնց ալերգիկ չլինի այն երեխան, ում 6 ամսականում որպես լավագույն ուտելիք իկրա են տվել։ Առողջ ուտելու թեման շարունակելով կուզենայի մի միֆի էլ անդրադառնալ։ Այն մասին, որ եթե փոքր ժամանակ շուտ զանազան ուտելիքներ չտաս, հետո չի սիրի, չի ուտի։ Դա իսկապես միֆ է։ Ամեն ինչ հանգում է նույն սկզբունքին, սնունդի հանդեպ առողջ մոտեցում։ Եթե երեխան ամենասկզբից ուտելիքն ընկալի որպես հետաքրքիր բան, որը ոչ թե զզվանք, այլ ուրախություն է առաջացնում, ապա նա մեծանալով էլ միշտ հետաքրքրված կլինի նոր ուտելիքներով։ Ես դա միշտ իմ աչքի առաջ եմ տեսնում։ Իմ երեխաները միշտ պատրաստ են փորձել նոր բան։ Իհարկե հնարավոր է, որ նրանք համտեսեն ու չհավանեն, բայց այդտեղ ոչ մի սարսափելի բան չկա։ Յուրաքանչյուր մարդ ունի իր համային ճաշակը, ու եթե անգամ երեխան չի հավանում, ասենք, ինչ-որ օգտակար ուտելիք, պետք չէ դա ողբերգություն համարել։ Ժամանակակից առատության մեջ կարելի է 1000 ու մի փոխարինիչներ գտնել, ինչպես նաև շարունակել պարբերաբար առաջարկել, եթե իսկապես դա կարևոր է։ Իմ չալոց առողջ ուտելիքի առումով շատ եմ կարևորում մեծերի օրինակը։ Օրինակ, ներկայումս ծնողների կողմից այդքան սիրված բրոկոլին։ Հաստատ ես միակը չեմ, ով հասուն տարիքում է ծանոթացել այդ կենդանուն։ Իսկ հասուն տարիքում նոր սննդային սովորություններ ձևավորելը իսկապես դժվար է, բայց բնականաբար չի կարող զերծ մնալ այն բանջարեղենից, որը գերօգտակարության հռչակ է վայելում։ Ու սկսեցի առաջարկել երեխաներիս, բայց երեխաները շատ ճիշտ հարց տվեցին, բա դու ինչի չես ուտում, հա էլի, բա ես ինչի չեմ ուտում, և ես էլ ինչ-որ հետաքրքիր բաղադրատոմսով պատրաստեցի բրոկոլին ու սիրահարվեցի նրան, ասածս ինչ է, որ ուտելիքի հարցում էլ պիտի օրինակ լինենք երեխաներին, եթե ես ասում եմ, որ երշիկը վատ բան է, երեխային չեմ տալիս, բայց ինքս ուտում եմ, շատ զարմանալի բան կստացվի, մաման խաբում է,
բայց միաժամանակ կարծում եմ, որ երեխաների հետ պետք է զգույշ լինել նաև ուտելիքների օգտակարության կամ առողջարարության մասին պատմելիս։ Իհարկե ճիշտ է, այսպես ասած, ձեռքի հետ որոշակի գիտելիքներ հաղորդել երեխաներին, բայց կարծում եմ պետք չէ ամեն ուտելիքի հետ լուրջ տոնով պատմել, թե դա ինչ կարևոր է, ինչի համար է։ Իմ օրինակով ասենք ես ախորժակով ինչ-որ միրգ եմ ուտում, ու մեկ էլ սեղանակիցներից մեկը որոշում է պատմել, թե այդ միրգը ինչ կարևոր է մարսողության համար։ Միանգամից ախորժակս փախնում է։ Իսկապես կարծում եմ, որ երեխաների համար ուտելը պետք է ինչ-որ հետաքրքիր հաճելի զբաղմունք լինի։ Ընդ որում ցանկալի է, որ այդ մոտեցումը շարունակվի թե մանկապարտեզում, թե այլ ազգականների կողմից երեխաներին խնամելու դեպքում։ Չգիտեմ, գուցե այս տեսանյութը միացնողները ակնկալում են ինչ-որ խորհուրդներ այն մասին, թե ինչպես ուտացնել չուտող երեխային։ Ես նման խորհուրդներ չունեմ, քանի որ չեմ կարծում, որ այդպիսի խնդիր կյանքում իրապես գոյություն ունի։ Փոխարենը կարծում եմ, որ ուտելը պետք է լինի հաճելի եւ գիտակցված։ Այնպես որ բարեխորժակ եւ ինչպես միշտ, եթե հավանեցիք տեսանյութը, ապա առաջարկում եմ բաժանորդագրվել ալիքին եւ իհարկե ակնկալում եմ հետաքրքիր քննարկումներ։